Շնորհակալություն ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ։ Իրոք այսօր մեկ բառով ասած քննարկվող հարցը ներկայացրել է կառավարությունը եւ դա զուտ վերաբերում է իր կառուցվածքին եւ զուտ կառուցվածքի փոփոխության մասին ներկայացված նախագիծը ըստ էության առաջարկում է նոր նախարարության ստեղծում եւ երկու նախարարությունների միավորում։ Միանգամից ասեմ, որ սա իմ խորհրդարանական գործունեության ընթացքում առաջին նախագիծն է իմ ձեռքի տակ, որ կարևորագույն այս փոփոխությունը հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում մեկ բառով, այլ հիմնավորում չկա։ Ես ընթերցում եմ։ Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին, Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակն է ապահովել ավելի արդյունավետ կառավարման համակարգ։ Կարծում եմ, մենք օրենսդիրներս, որբիսի հաստատենք այս կառուցվածքը, պետք է լինի հստակ հիմնավորում։ Հասկանանք, թե ինչից ելնելով է միավորվում երկու կարևորագույն նախարարություններ։ Երկրորդ, պետք է հասկանանք, թե հստակ ինչ գործառույթներով ենք օժտում միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությանը։ Գիտեք, պատահական չասացի, որ իրոք սա աննախադեպ է, որ որևէ հիմնավորում չկա եւ սրանից են ծագում հարցեր։ Տեսեք, մենք որդեգրել ենք տարածքային կառավարման ոլորտում մոդեցումներ, որ պետք է նպատակաուղղված գումարներ ուղենք, խոսքը վերաբերում է համայնքների ֆինանսավորմանը, բյուջեների, դոտացիաներին, եւ այս տեսանկյունից կարևորում եմ, որ պետք է հստակ հայեցակարգ սահմանվեր։ Մենք գիտենք, որ դոտացիաները տրվում է համապատասխան տվյալ համայնքի թվաքանակի եւ միջին եկամուտներից դուրս գալով, բայց մեր մոտ առաջին տեսման ռեժիմում կանգ առավ մի կարևորագույն օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր, որ պետք է շարունակենք մենք անհատական մոդեցումը, այսինքն նկատի ունենանք տարբեր ֆակտորներ դոտացիաները տրամադրելու։ Սիրելի գործընկերներ, շատ են խնդիրները տարածքային կառավարման ոլորտում։ Միայն մի բառ ասեմ եւ ես շնորհակալ եմ երեք հարագից զեկուցողից, որ ասեց, որ շատ վատ է, որ մենք չունենք դեռ տարածքային կառավարման մասին օրենք։ Եթե տեղական ինքնակառավարման մասին օրենք ունենք եւ գնալով այդ ոլորտը կայանում է մեզանում, իսկ մենք բոլորս գիտենք, որ համայնքը դա բջիջն է, կենտրոնն է, ինչքան հզոր համայնք ունենանք, այնքան հզոր երկիր կունենանք։ Եվ հիմա պատկերացրեք, ոչ քիչ կարևոր է տարածքների երկրում։ Եվ այստեղ խնդիրներ, մենք նպատակ ենք դրել համայնքների խոշորացման ծրագիր իրականացնենք։ Մենք ունենք գյուղական համայնքներ, որոնք դադարվել են, կանայք եւ ծերերն են մնացել։ Շատ գյուղական համայնքներ կա Աշոտսկի, Ամասիայի տարածաշրջանում, որտեղ այսօրվա դրությամբ մնացել է մի քանի ընտանիք։ Եվ այստեղ մենք հստակ պետք է ամրագրենք մեր ռազմավարությունը։ Հարցեր, որի վերաբերյալ կառավարությունը հստակ պետք է հիմնավորեր։ Հաջորդ կարևոր խնդիրը, որ տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն է ստեղծվելու։ Հիմա հարց. արդյոք զբաղվելու է միմիայն տնտեսության ոլորտով, այդքան հստակ գրված չի, հիմնավորումը չկա։ Արդյոք այս նախարարությունը ինչ գործառույթներ պետք է իրագործի, չգիտեմ, դատաիրավական բարեփոխումների ոլորտում, արտարադատության ոլորտում, դատական համակարգում, տնտեսական համակարգում եւ այլն եւ այլն։ Անհրաժեշտ է հստակ հիմնավորումներ բերել։ Ես չեմ ուզում երկար անդրադառնալ այս նախագծին, ընդամենը ընթերցելով, որ Հայաստանի Հանրապետության ըստ տեղեկանքի բյուջետային ծախսերի առումով որևէ ծախսերի ավելացում չի նախատեսվում այս նախարարության, եթե հիմնվի։ Եվ այստեղ նկատի ունենալով այդ կարևոր հանգամանքը, որ ծախսեր չկա, բոլորս այստեղ նստածներս խոսում ենք այն մասին, որ մեզանում շարունակվում է արտագաղթը եւ ըստ էության արտագաղթի հիմնական պատճառը ոչ թե մարդիկ կներեք հանապազորյա հացը սոված են չեն կարող վաստակել, այլ հիմնականում արտագաղթի պատճառներից մեկը դա հույսի եւ հավատի բացակայությունն է։ Այսինքն մեր քաղաքացիները օրեցօր հուսահատվում են, չեն հավատում ապագա բարեփոխումներին եւ
դա պատճառներից մեկն է, որ բռնել են արտագաղթի ճանապարհը։ Այս տեսանկյունից կարևորում եմ արձանագրել, որ վերջի շրջանում բոլոր բարեփոխումները, թե սոցիալական ոլորտում, թե առողջապահության ոլորտում, թե տնտեսական ոլորտում, բոլոր բարեփոխումներից հետո մեր ժողովուրդը դուրս է գալիս փողոց։ Ես չգիտեմ, նույն կուդագային կենսաթոշակների հետ կապված, նույն տնտեսության հետ կապված, հարկերի հետ կապված, շրջանառության հարկի հետ կապված եւ արդարացի դժգոհում են։ Այլևս գործը հասել է արդեն հղի կանանց, ովքեր դուրս են եկել փողոց եւ պայքարում են, որպեսզի այդ բարեփոխումները իրենց հաշվին չիրականանան։ Ավարտին ուզում եմ առաջարկություն ներկայացնել մեր կառավարությանը։ Նկատի ունենալով, որ այո այսօր հույսի եւ հավատի ճգնաժամ է մեր երկրում, խորանում է այդ ճգնաժամը, ուստի ես առաջարկում եմ, քանի որ բյուջետային ծախսեր չկա, թող ստեղծեն հույսի եւ հավատի նախարարություն։ Շնորհակալություն։